Այստեղ մեկը չի ասում, վարչապետ, այդ ինչ էիք ստորագրել։ Բայց ինչ եք ստորագրել, այսինքն այդ ինչ եք ստորագրել, բայց մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանագիրը։ Եթե դուք խաղաղության պայմանագիր եք ստորագրել, այսինքն դա ուրիշ քեզ բան ասեմ։ Առանց այդ հարցերը փակելու դու Ղարաբաղի հարցը քեզ փակե։ Առանց Արևմտյան Ադրբեջանի հարցը փակելու դու Ղարաբաղի հարցը ոնց ես փակե։ Ժեստ արել։ Էս մեկ, մյուսը առանց այդ հարցը փակելու ոնց ես թող ստորագրել։ Մյուսը եթե դու ճանապարհային քարտեր ես առաջարկում Ալիևին, դա ինչ ասուրիսներով եք իրար այդ բանակցում։ Բսաղորը հանդիպում եք իրար այդ քննարկեիք այդ հարցը։ Արա ու էլի կա գես ինչ մտքին, որ ամփոփում եմ միտքս դուք ասես։ Որ նենց ոնց որ 19 թվականին Նիկոլ Փաշինյանը չի հասկացել, թե ինչա կատարվում, եւ խաղաղության պլանը մերժել, հա, կամ հասկանալով է մերժել, չգիտեմ, դա իր խնդիրն է։ Այտենց էլ 7-8 տարի անց կարպիս մենք կանգնած ենք ֆունդամենտալ խնդրի առաջ, նոր խնդիրների, նոր մարտահրավերների, չեմ ուզում ավելի սուր բառեր օգտագործեմ, որ հենց մի էլ ինքը չի հասկանում, թե նրանք ինչ են մեր հետ անում ու ինչա սպասվում մեզ։ Հենց մի այդ խոսակցությունը sense շատ անկեղծ խոսում ենք էլ լագորնի հետ, բայց սա առաջարկենք, դա խր վտանգավոր է, բախր մեր մոտել են ասում, բայց sense անկեղծ զրույցը sense նայում եմ 16 րոպեանոց կտոր այդ կտորը։ Ու sense նայում եմ sense նաև որոշակի խղճահարությամբ ոչ թե Իրան, այլ մեր ամբողջ ժողովրդին, ինքս ինձ, մեր ազգին, մեր երեխեքին, որ էս ու մենք մեր ճակատագիրը վստահել, ով չի հասկանում, թե ինքը ինչեր արել, ինչև մի, ու չի հասկանում հենց մի ինչ անում։